Աղոթք քնելուց առաջ Սաղմոս 23, 121, 127 հանձնեք ձեր գիշերը Տիրոջ ձեռքերին։ Օրը մոտենում է ավարտին, քաղաքի լույսերը սկսում են վառվել, դուք այստեղ եք, պատրաստվելով կատարել հաջորդ մի քանի ժամերի ամենակարևոր անցումը, ամբողջությամբ հանձնել ձեր գիշերը, ձեր քունը, ձեր երազանքները, ձեր անհանգստությունները։ Ամեն ինչ Աստծո հզոր ձեռքերին, որը երբեք չի քնում, սա պարզապես մեկ պահ չէ քնելուց առաջ, սա հոգոր դարպաս է, որտեղ բնականը հանդիպում է գերբնականին, որտեղ հոգնածությունը հանդիպում է աստվածային հանգստությանը, որտեղ անհանգստությունը փոխարինվում է խաղաղությամբ, որը գերազանցում է բոլոր հասկացողությունները, պատրաստվեք փոխակերպող փորձառության, որը կփոխի ոչ միայն ձեր գիշերը, այլ ձեր հանգստի ձեր կյանքի ամբողջ որակը։ Սիրելի Հայր, հավերժական Աստված, մենք գալիս ենք քո ներկայության մեջ այս սուրբ երեկոյի պահին։ Արը մայր է մտնում հորիզոնում, ստվերները երկարում են, մեր շրջապատող աշխարհը սկսում է դանդաղել, մեր սրտերը խորը երախտագիտությամբ լիակատար կախվածությամբ դիմում են քեզ։ Մենք եկել ենք ոչ միայն մեկ օր ավարտելու, այլ գալիք ժամերի յուրաքանչյուր պահը գիտակցաբար հանձնելու քո գերիշխան սիրող ձեռքերին։ Տեր Հիսուս Քրիստոս, մեր Փրկիչ Քավիչ, մենք ընդունում ենք, որ այս օրվա վերջին հասել ենք միայն քո պահպանող շնորհի շնորհիվ։ Մեր արժ ծառացած յուրաքանչյուր մարտահրավեր, մեր մղած յուրաքանչյուր մարդ, մեր ձեռք բերած յուրաքանչյուր հաղթանակ, մեր շնչած յուրաքանչյուր պահ, ամեն ինչ հնարավոր էր, որովհետև դու մեզ հետ էիր։ Քո անտեսանելի ձեռքը առաջնորդեց մեզ, քո ուժը պահպանեց մեզ, քո իմաստությունը առաջնորդեց մեզ, քո սերը մեզ մոտիվացրեց։ Սուրբ Հոգի, Աստվածային Մխիթարիչ, արի այս պահին պարուրիր մեզ քո նուրբ ու հզոր ներկայությամբ։ Ինչպես գիշերային ցողը, որը թարմացնում է օրվա շոգից հոգնած երկիրը, թարմացրու մեր հոգիները, որոնք հոգնած են ամենօրյա պայքարից։ Ինչպես գիշերային լռությունը, որը հանդարտեցնում է օրվա աղմուկները, հանդարտեցրու մեր մտքերը, որոնք խռովված են մտքերից ու անհանգստություններից։ Ինչպես գիշերային խավարը, որը հրավիրում է հանգիստ, հրավիրիր մեր հոգիներին խորը հանգստանալու քո մեջ։ Սաղմոս 23-ը Սուրբ գրքի այդ թանկարժեք մարգարիտը սկսվում է ամենահզոր հայտարարությամբ, որը կարող է սիրտը անել։ Տերը իմ հովիվն է, ես ոչինչ կարիք չեմ ունենա։ Այսօր երեկոյան, նախքան մեր աչքերը փակելը, մենք հայտարարում ենք այս հավերժական ճշմարտությունը։ Դու մեր հովիվն ես։ Մենք լքված ոչխարներ չենք, որոնք աննպատակ թափառում են խավարի մեջ։ Մենք ունենք հովիվ, որը հոգ է տանում մեզ համար, որը մեզանից յուրաքանչյուրին ճանաչում է անունով, որը հաշվում է մեր գլխի յուրաքանչյուր մազը, որը հոգ է տանում մեր կյանքի յուրաքանչյուր մանրուքի մասին։ Եվ քանի որ դու մեր հովիվն ես, մեզ ոչինչի պակաս չի լինի։ Այս գիշեր մենք պաշտպանության պակաս չենք ունենա։ Մենք քնի խաղաղության պակաս չենք ունենա։ Մեր մարմինների հանգստի պակաս չենք ունենա։ Մեր մտքերի նորացման պակաս չենք ունենա։ Մեր հոգիների վերականգնման պակաս չենք ունենա։ Ամեն ինչ, ինչ մեզ անհրաժեշտ է օրհնյալ գիշերվա հանգիստ քնի համար, դու ես տալիս, որովհետև դու մեր հավատարիմ սիրող հովիվն ես։ Նա ինձ պառկեցնում է կանաչ արոտավայրերում, տանում է ինձ հանդարտ ջրերի մոտ։ Տեր, այս պահին դու մեզ պառկեցնում ես։ Սա ուժասպառության հարկադրված թափում չէ, այլ Հովվի կողմից հրավիրված թափում։ Դու մեր հանգստի համար կանաչ արոտավայրեր ես պատրաստել, ոչ թե անհանգստության կոշտ հողը, ոչ թե անհանգստության քարքարոտ հողը, այլ քո ապահովության խնամքի կանաչ արոտավայրերը։ Դու մեզ առաջնորդում ես դեպի հանդարտ ջրեր։ Ոչ թե վաղվա օրվա մասին անհանգստանալու անհանգիստ ջրերին, ոչ թե չլուծված խնդիրների անհանգիստ հոսանքներին, այլ քո խաղաղության հանդարտ ջրերին։ Այս ջրերում մեր հոգին թարմություն է գտնում, մեր հոգին խաղաղություն է գտնում, մեր սիրտը հանգիստ։ Մենք հիմա խմում ենք այս հանդարտ ջրերից, Տեր, թող դրանք հանգստացնեն մեր էության յուրաքանչյուր անհանգիստ ոլորտը։ Նա վերականգնում է իմ հոգին, առաջնորդում է ինձ արդարության շավիղներով, իր անվան համար։ Մեր հոգիները կարիք ունեն թարմացման, Տեր։ Օրվա մարտերի տապը նրանց չորացրել է։ Հարաբերությունների բախումը նրանց վիրավորել է։ Պատասխանատվության ծանրությունը նրանց հոգնած է դարձրել։ Բայց դու թարմացնում ես նրանց։ Դու վերականգնում ես նրանց։ Դու նորոգում ես նրանց։ Ինչպես զգույշ այգեպանը, որը ջրում է չորացած բույսը, դու ջրում ես մեր հոգիները քո կենսատու ներկայությամբ։ Նույնիսկ քնի մեջ դու մեզ առաջնորդում ես արդարության ճանապարհներով։ Մեր երազների ճանապարհները դու ես պահպանում։ Մեր գիշերային մտքերը դու ես պաշտպանում։ Մեր ենթագիտակցությունը դու ես սպասարկում։ Ամեն ինչ քո անվան համար, որովհետև քո հեղինակությունը վտանգված է քո երեխաների խնամքի մեջ։
Դու թույլ չես տա, որ քո երեխաները ամաչեն կամ լքվեն։ Թե մահվան ստվերի հովտով քայլեմ, չարից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես։ Քո գավազանն ու քո ծուպը մխիթարում են ինձ։ Տեր, խոստովանում ենք, որ երբեմն գիշերը մութ հովիտ է թվում։ Մտահոգությունները մեծապես թաքնված են ստվերներում։ Վախերը շշնջում են լռության մեջ։ Անհանգստությունները բազմանում են խավարում։ Բայց մենք այսօր երեկոյան հայտարարում ենք. մենք չարից չենք վախենա։ Ինչո՞վ։ Որովհետև դու մեզ հետ ես։ Դու հեռվից չես դիտում։ Դու այստեղ ես, հենց այստեղ, այս սենյակում, այս պահին։ Քո ներկայությունը լցնում է այս տարածությունը։ Քո փառքը թափանցում է այս միջավայրը։ Քո զորությունը պաշտպանում է այս վայրը։ Քո պաշտպանության գավազանն ու առաջնորդության քո գավազանը մխիթարում են մեզ։ Մենք մենակ չենք։ Մենք երբեք մենակ չենք։ Դու մեզ հետ ես, դա փոխում է ամեն ինչ։ Դու սեղան ես պատրաստում իմ առաջ թշնամիներիս ներկայությամբ, դու յուղով ես օծում գլուխս, իմ բաժակը լիքն է։ Նույնիսկ եթե շուրջը թշնամիներ կան, հոգոր, հուզական, ֆիզիկական թե հանգամանքային, դու սեղան ես պատրաստում մեզ համար։ Մենք չենք փախչում վախից, չենք թաքնվում սարսափից։ Մենք նստում ենք քո պատրաստած սեղանի շուրջ հանգստանում, որովհետև դու մեծ ես, որ մեր մեջ ես, քան նա, ով աշխարհում է։ Այս գիշեր մեր գլուխները յուղով օծիր, Տեր։ Քո ներկայության յուղով, քո խաղաղության յուղով, քո պաշտպանության յուղով։ Թող այս յուղը հոսի մեր մտքերի վրայով, մաքրելով դրանք։ Թող այն հոսի մեր զգացմունքների վրայով, հանգստացնելով դրանք։ Թող այն հոսի մեր մարմինների վրայով, բուժելով դրանք։ Թող մեր բաժակը լցվի քո օրհնություններով, նույնիսկ դժվար օրվա վերջում։ Իսկապես բարությունն ու ողորմությունը կհետեն ինձ կյանքիս բոլոր օրերին, ես հավիտյան կբնակվեմ Տիրոջ տանը։ Սա է մեր վստահությունը, երբ պառկում ենք։ Քո բարությունն ու ողորմությունը չեն դադարել։ Նրանք վերջապես չեն նահանջել։ Նրանք շարունակում են հետել մեզ, հետապնդել մեզ, հասնել մեզ։ Մինչ մենք քնած ենք, քո բարությունն է գործում մեր օգտին։ Մինչ մենք հանգստանում ենք, քո ողորմությունը ծածկում է մեզ։ Եվ մեր բնակության վայրը երաշխավորված է Տիրոջ տանը։ Մենք ժամանակավոր վարձակալներ չենք, որոնք միշտ վախենում են վտարումից։ Մենք տան զավակներն ենք, մշտական բնակության իրավունքով։ Այս անվտանգությունը թույլ է տալիս մեզ խաղաղ քնել, գիտակցելով, որ մեր հավերժական ապագան երաշխավորված է, որ մեր երկնային բնակավայրը պատրաստված է, որ մեր տեղը Հոր սրտում հավիտյան երաշխավորված է։ Եթե ուզում եք ամեն գիշերը վերածել Աստծո հետ խորը կապի պահի ամեն առավոտ արթնանալ նորոգված, բաժանորդագրվեք մեր ալիքին հիմա ակտիվացրեք ծանուցումների զանգը։ Թող այս աղոթքները լինեն ձեր ամենօրյա ուղեկիցը հավատքի ձեր ճանապարհորդության մեջ։ Սաղմոս 121-ը մեր գիշերային աղոթքին պաշտպանության հզոր չափում է ավելացնում։ Ես կբարձրացնեմ աչքերս դեպի լեռները, որտեղից է գալիս իմ օգնությունը։ Նախքան մեր ֆիզիկական աչքերը քնելու համար փակելը, մենք մեր հոգոր աչքերը բարձրացնում ենք դեպի քեզ։ Մենք չենք նայում մեզ շրջապատող խնդիրներին, մենք չենք կենտրոնանում մեր արժ ծառացած դժվարությունների վրա, այլ մեր աչքերը բարձրացնում ենք հանգամանքներից այն կողմ, դեպի քո ներկայության հավերժական լեռները։ Իմ օգնությունը գալիս է Տիրոջից, երկնքի երկրի Արարչից։ Մեր օգնությունը մարդկային աղբյուրներից չի գալիս, որքան էլ որ դրանք հուսալի թվան։ Այն չի գալիս մեր սեփական ուժից կամ իմաստությունից։ Այն չի գալիս երկրային ռեսուրսներից կամ ազդեցիկ կապերից։ Այն գալիս է Տիրոջից, ամենակարող Արարչից, որը ստեղծել է երկինքն ու երկիրը։ Նա, ով աստղերը դրել է իրենց տեղերում, ով հաստատել է երկրի հիմքերը, ով պահպանում է տիեզերքը իր հզոր խոսքով, այս նույն Աստվածը մեր անձնական օգնականն է։ Նա թույլ չի տա, որ քո ոտքը սահի։ Քեզ հսկողը չի քնելու։ Ինչ հրաշալի խոստում գիշերվա համար։ Մինչ մենք քնում ենք չենք վերահսկում մեզ, դու չես քնում։ Դու չես նիրհում։ Դու չես շեղվում։ Դու անընդհատ արթուն ես։ Մեր հոգոր ոտքերը չեն սահի, որովհետև դու ես դրանք պահում։ Մեր հավատքը չի թուլանա, որովհետև դու ես այն պահպանում։ Մեր կյանքը չի փշրվի, որովհետև դու ես դրանք պաշտպանում։ Ահա, Իսրայելը պահողը ոչ քնելու է, ոչ էլ քնելու։ Դու այն պահապանն ես, որը երբեք չի քնում։ Մինչդեռ մարդկային զինվորները կարող են նիրհել իրենց դիրքերում, դու մնում ես հավերժ զգոն։
Մինչդեռ անվտանգության համակարգերը կարող են խափանվել, քո պաշտպանությունը անսխալական է։ Մինչդեռ տագնապները կարող են խափանվել, քո զգոնությունը կատարյալ է։ Դու անխոնջ պահապանն ես, հավերժական պաշտպանը, հավերժական դիտորդը։ Տերը քո պահապանն է, Տերը քո ստվերն է, քո աջ կողմում։ Դու մեր պաշտպանությունը ուրիշներին չես վստահել։ Դու ինքդ ես մեր անձնական պահապանը։ Դու մեր ստվերն ես, միշտ ներկա, միշտ մոտ, միշտ մեզ ծածկող։ Մեր աջ կողմում, ուժի գործողության կողմում, դու դիրքավորված ես մեզ պաշտպանելու, մեզ զորացնելու, մեզ աջակցելու համար։ Արը քեզ չի վնասի ցերեկը, ոչ էլ լուսինը գիշերը։ 24-ժամյա պաշտպանություն։ Ցերեկը, երբ վտանգները տեսանելի են, դու պաշտպանում ես մեզ։ Գիշերը, երբ վտանգները թաքնված են ստվերում, դու պահպանում ես մեզ։ Ոչ ցերեկային խնդիրների այրող տապը, ոչ էլ գիշերային վախերի խորհրդավոր ազդեցությունները չեն կարող հասնել մեզ, որովհետև դու մեր պաշտպանիչ վահանն ես։ Տերը կպահպանի քեզ ամեն չարիքից, նա կպահպանի քո հոգին։ Բոլոր չարիքից, Տեր։ Ոչ միայն մի քանի ընտիր չարիքներից, այլ ամեն չարիքից։ Ֆիզիկական չարիքներից, հոգոր չարիքներից, հուզական չարիքներից, ֆինանսական չարիքներից, հարաբերությունների չարիքներից, դու պաշտպանում ես մեզ բոլորից։ Եվ ամենակարևորը, դու պաշտպանում ես մեր հոգին, մեր հավերժական էությունը, այն, ինչ մենք իսկապես կանք։ Մարմնին կարելի է դիպչել, բայց հոգին անվտանգ է քո ձեռքերում։ Տերը կհսկի քո գալստյունն ու գնալստյունը, հիմա հավիտյանս հավիտենից։ Երբ մենք քնենք, դու կհսկես մեր մուտքը։ Երբ վաղը արթնանանք, դու կհսկես մեր ելքը։ Յուրաքանչյուր անցում քո պաշտպանության տակ է։ Վիճակի յուրաքանչյուր փոփոխություն քո խնամքի տակ է։ Եվ սա ժամանակավոր չէ, այն այսուհետ հավիտյանս հավիտենից է։ Հավերժական պաշտպանություն, մշտական խնամք, անսահման անվտանգություն։ Սաղմոս 127-ը մեր գիշերային խորհրդածություններն ավարտում է աստվածային հանգստի մասին իմաստությամբ։ Եթե Տերը չկառուցի տունը, ապարդյուն են աշխատում շինարարները։ Եթե Տերը չպահպանի քաղաքը, ապարդյուն են հսկում պահակները։ Տեր, մենք գիտակցում ենք, որ անցած օրվա մեր բոլոր ջանքերը, որքան էլ որ դրանք ջանասիրաբար լինեին, ապարդյուն կլինեին առանց քո օրհնության։ Բոլոր աշխատանքները, բոլոր պայքարը, բոլոր շինարարությունները արժեք ունեն միայն այն պատճառով, որ դու ես վերահսկողությունը։ Եվ հիմա գիշերվա լռության մեջ մենք գիտակցում ենք, որ անիմաստ է արթուն մնալ, անհանգստանալով, փորձելով պաշտպանել մեր սեփական կյանքը։ Եթե դու չպաշտպանես մեզ, մեր ողջ զգոնությունն ապարդյուն է։ Հետաբար, մենք մեր զգոնությունը վստահում ենք քեզ թույլ ենք տալիս մեզ հանգստանալ, գիտակցելով, որ լավագույն պահապանը հերթապահության մեջ է։ Անօգուտ է ձեզ համար վաղ արթնանալը, ուշ մնալը, աշխատելով ուտելու համար, որովհետև նա քուն է տալիս նրանց, ում սիրում է։ Ինչ ազատագրող ճշմարտություն։ Դուք քուն եք տալիս ձեր սիրելիին։ Մենք կարիք չունենք քունը վաստակելու մեր սեփական ջանքերով։ Մենք կարիք չունենք հանգստի արժանի լինելու հոգնեցուցիչ աշխատանքով։ Դուք այն տալիս եք որպես նվեր ձեր սիրելիին։ Եվ մենք ձեր սիրելիներն ենք։ Մենք ձեր հավերժական սիրո առարկաներն ենք, ձեր անվերապահ սիրո ստացողները։ Մենք այս գիշեր հրաժարվում ենք վշտի հաց ուտելուց։ Մենք չենք սնվի անհանգստություններով։ Մենք չենք ծամելու անհանգստություններ։ Մենք չենք կուլ տալու վախեր։ Դրա փոխարեն մենք քունը ընդունում ենք որպես քո սիրո պարկ, որպես քո շնորհի պարկ, որպես քո հայրական խնամքի ապահովում։ Ահա, երեխաները Տիրոջ ժառանգությունն են, որովայնի պտուղը, պարքը։ Եթե մենք երեխաներ ունենք, Տեր, մենք հիշում ենք, որ նրանք քո ժառանգությունն են, որը վստահված է մեզ։ Օրհնիր նրանց այս գիշեր, որտեղ էլ որ լինեն։ Պաշտպանիր նրանց քունը։ Պահպանիր նրանց երազանքները։ Ծառայիր նրանց սրտերին, նույնիսկ երբ նրանք քնած են։ Թող հրեշտակները ճամբար խփեն նրանց մահճակալների շուրջը։ Թող քո խաղաղությունը լցնի նրանց սենյակները։ Եթե մենք կենսաբանական երեխաներ չունենք, մենք հիշում ենք, որ պտղաբեր ենք այլ առումներով, հոգոր երեխաներ, դրական ազդեցություն, հավատքի ժառանգություն։ Օրհնիր մեր յուրաքանչյուր պտուղը քո փառքի համար։ Բազմապատկիր մեր ազդեցությունը բարու համար։ Տարածիր մեր ժառանգությունը ապագա սերունդներին։ Երկնային Հայր, քնից առաջ այս հանդիսավոր պահին մենք քո առջ ենք բերում մեր հանգիստը խլող ամեն մի մտահոգություն։ Ֆինանսական անհանգստություններ, վճարման ենթակա հաշիվներ, մարման ենթակա պարտքեր, ապագայի համար անհրաժեշտ միջոցներ։ Մենք ամեն ինչ հանձնում ենք քեզ։
Դու Եհովա ջիրեհն ես, Աստված, որը հոգ է տանում ամեն ինչի մասին։ Մենք կվստահենք քո հոգածությանը։ Առողջական խնդիրներ, անհանգստացնող ախտանիշներ, վախեցնող ախտորոշումներ, անորոշ բուժումներ։ Մենք ամեն ինչ հանձնում ենք քեզ։ Դու Եհովա Ռաֆան ես, Աստված, որը բուժում է։ Մենք կվստահենք քո բուժիչ զորությանը։ Հարաբերությունների վերաբերյալ մտահոգություններ, չլուծված հակամարտություններ, չբուժված վերքեր, չներված ներում։ Մենք ամեն ինչ հանձնում ենք քեզ։ Դու հաշտության Աստվածն ես։ Մենք վստահում ենք քո վերականգնողական գործին։ Աշխատանքի հետ կապված մտահոգություններ, ճնշումներ, վերջնաժամկետներ, անապահովություն, մարտահրավերներ։ Մենք ամեն ինչ հանձնում ենք քեզ։ Դու ես զորացնող Աստվածը։ Մենք կվստահենք քո իմաստությանն ու ուժին։ Մտահոգություններ ապագայի մասին, անորոշություններ, փոփոխություններ, անհայտություն։ Մենք ամեն ինչ հանձնում ենք քեզ։ Դու արդեն մեր վաղվա օրն ես։ Մենք կվստահենք քո գերիշխանությանը։ Տեր Հիսուս, ներիր այսօր մեր գործած մեղքերը։ Ամեն կոպիտ խոսք, որ ասել ենք։ Ամեն անմաքուր միտք, որ պահել ենք։ Ամեն եսասիրական գործողություն, որ արել ենք։ Սիրո բաց թողում, որ թույլ ենք տվել։ Անհավատության ամեն պահ, որ ապրել ենք։ Մենք ամեն ինչ լվանում ենք քո թանկարժեք արյունով։ Մենք ստանում ենք քո լիակատար ներումը։ Մենք կքնենք մաքուր խղճով, մաքրված քո զոհաբերությամբ։ Մենք նա այսօր երեկոյան ընտրում ենք ներել։ Մենք ներում ենք բոլոր նրանց, ովքեր այսօր մեզ վիրավորել են։ Նրանց, ովքեր մեզ վիրավորել են խոսքերով։ Նրանց, ովքեր մեզ վիրավորել են գործողություններով։ Նրանց, ովքեր մեզ հիասթափեցրել են խախտված խոստումներով։ Նրանց, ովքեր մեզ անտեսել են, երբ մենք դրանց կարիքն ունեինք։ Մենք ազատվում ենք ողջ վրդովմունքից։ Մենք ազատվում ենք ողջ դառնությունից։ Մենք չեղյալ ենք հայտարարում ողջ հուզական պարտքը։ Մենք կքնենք ազատված վրդովմունքի ծանրությունից։ Սուրբ Հոգի, ծառայիր մեզ մեր քնի ընթացքում։ Մինչ մեր մարմինները հանգստանում են, շարունակիր գործել մեր հոգիներում։ Բուժիր օրվա պատճառած հուզական վերքերը։ Վերականգնիր դժվարություններից գողացած ուրախությունը։ Վերակենդանացրու հույսը, որը մարտահրավերները ցնցել են։ Ամրապնդիր հավատքը, որը հանգամանքները փորձել են։ Խոսիր մեր սրտերի հետ երազների միջոցով։ Ինչպես խոսեցիր Հովսեփի հետ Եգիպտոսում, Դանիելի հետ Բաբելոնում, Հովսեփի, Հիսուսի որդեգիր հոր հետ։ Եթե կա ուղղություն, որը մենք պետք է ստանանք, հայտնություններ, որոնք մենք պետք է ունենանք, նախազգուշացումներ, որոնք մենք պետք է լսենք, խոսիր մեզ հետ, երբ մենք քնած ենք։ Բայց պաշտպանիր մեզ մղձավանջներից, անհանգստացնող երազներից, թշնամու գիշերային հարձակումներից։ Մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր այսօր երեկոյան կիսում են մեր տանիքը։ Թող ընտանիքի յուրաքանչյուր անդամ, այս տանիքի տակ գտնվող յուրաքանչյուր մարդ ծածկված լինի քո պաշտպանիչ արյամբ։ Թող Աստծո խաղաղությունը, որը գերազանցում է ամեն հասկացողություն, թագավորի յուրաքանչյուր սենյակում։ Թող Աստծո սերը լցնի յուրաքանչյուր սիրտ։ Թող Աստծո ներկայությունը շոշափելի լինի յուրաքանչյուր տարածքում։ Մենք հայտարարում ենք, որ այս տունը Աստծո արքայության տարածքն է։ Ոչ մի չարիքի մուտքը թույլատրված չէ։ Ոչ մի չար ոգի այստեղ իշխանություն չունի։ Այս տան դեմ պատրաստված ոչ մի զենք չի հաջողվի։ Աստծո հրեշտակներ, դիրքավորվեք։ Պահապան եղեք յուրաքանչյուր դռան, յուրաքանչյուր պատուհանի, յուրաքանչյուր մուտքի մոտ։ Այս տունը գտնվում է աստվածային պաշտպանության տակ։ Օրհնիր մեր ֆիզիկական հանգիստը, Տեր։ Թող մեր մարմնի յուրաքանչյուր բջիջ նորոգվի։ Թող յուրաքանչյուր օրգան վերականգնվի։ Թող յուրաքանչյուր համակարգ կատարյալ գործի։ Քո տված քունը պարզապես գիտակցության բացակայություն չէ, այլ ակտիվ վերականգնում, խորը նորացում, լիակատար վերակենդանացում։ Թող վաղը արթնանանք ոչ միայն հանգստացած, այլ նորացված մեր էության բոլոր ասպեկտներով։ Օրհնեք մեր մտավոր հանգիստը։ Թող մեր միտքը մաքրվի օրվա մտավոր խառնաշփոթից։ Թող բացասական մտքերը ջնջվեն։ Թող անհանգստությունները լուծվեն։ Թող շփոթությունը ցրվի։ Թող մենք արթնանանք մտավոր պարզությամբ, նորացված ստեղծագործականությամբ վերականգնված կենտրոնացմամբ։ Օրհնեք մեր հուզական հանգիստը։ Թող օրվա անհանգիստ զգացմունքները հանդարտվեն։ Թող վիրավոր զգացմունքները բուժվեն։
Թող չափազանցված ռեակցիաները հավասարակշռվեն։ Թող ճնշված զգացմունքները առողջ կերպով մշակվեն։ Թող մենք արթնանանք հուզականորեն հավասարակշռված, կայուն հասուն։ Օրհնիր մեր հոգոր հանգիստը։ Թող մեր հոգին թարմանա քո ներկայությամբ։ Թող մեր հաղորդակցությունը քեզ հետ խորանա։ Թող մեր հոգոր զգայունությունը սրվի։ Թող մեր օծումը նորոգվի։ Թող մենք արթնանանք հոգորապես զորացած, զգայուն քո ձայնի նկատմամբ, պատրաստ թագավորությունում արկածների նոր օրվան։ Հայր, մենք մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտը ծածկում ենք Հիսուսի արյունով։ Մեր հոգին մարմինը։ Մեր միտքը, կամքը զգացմունքները։ Մեր անցյալը, ներկան ապագան։ Մեր երազանքները, ծրագրերը, նպատակները։ Մեր հարաբերությունները, ֆինանսները, ծառայությունը։ Մեր ընտանիքը, տունը, ունեցվածքը։ Մեր աշխատանքները, ուսումնասիրությունները, նախագծերը։ Հիսուսի արյունն ունի պաշտպանելու, մաքրելու, սրբացնելու, կնքելու զորություն։ Մենք այս հզոր արյունը կիրառում ենք մեր ամբողջ կյանքում։ Մենք Քրիստոսի բացառիկ սեփականությունն ենք, գնված արյան գնով։ Թշնամին մեզ վրա որևէ օրինական իրավունք չունի։ Մենք թաքնված ենք Քրիստոսի հետ Աստծո մեջ։ Կիսվեք այս հզոր գիշերային աղոթքով նրանց հետ, ում սիրում եք, բաժանորդագրվեք, միացրեք ծանուցումները, ամեն օր հավատքի հույսի խոսքեր ստանալու համար, միասին մենք ավելի ուժեղ ենք։ Տեր, մենք ակտիվացնում ենք քո խոստումները մեր քնի վերաբերյալ։ Խաղաղությամբ կպառկեմ ու կքնեմ, որովհետև միայն դու, Տեր, ապահովության մեջ բնակեցնում ես ինձ Սաղմոս 4:8 Մենք մեր քնի փոխարեն խաղաղություն, անվտանգություն ենք հռչակում։ Երբ պառկես, չես վախենա, երբ պառկես, քունդ քաղցր կլինի, Առակաց 3:24 Մենք վերացնում ենք ամեն վախ հռչակում քաղցր քուն։ Տերը քեզ կծածկի իր փետուրներով, նրա թերի տակ դու ապաստան կգտնես Սաղմոս 91:4 Մենք կքնենք ծածկված, պաշտպանված։ Հանգիստ կանգնիր, իմացիր, որ ես եմ Աստված Սաղմոս 46:10 Մենք հանդարտեցնում ենք մեր էությունը, ընդունում քո գերիշխանությունը։ Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, ես հանգիստ կտամ ձեզ Մատթեոս 11:28 Մենք եկանք քեզ մոտ, ստացանք քո թեթացումը։ Ձեր բոլոր հոգսերը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին Հա Պետրոս 5:7 Մենք մեր բոլոր հոգսերը գցում ենք ձեզ վրա։ Իմ հոգին լուր սպասում է միայն Աստծուն, իմ փրկությունը նրանից է գալիս Սաղմոս 62:1 Մեր հոգին սպասում հանգստանում է քեզանում։ Երկնային Հայր, մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր այսօր գիշեր դժվարանում են քնել։ Նրանք, ովքեր տառապում են անկնությունից, կոտրեք այդ ցիկլը, Տեր։ Վերականգնեք քնի բնական ռեժիմը։ Հանգստացրեք գերակտիվ մտքերը։ Թուլացրեք լարված մարմինները։ Թող քունը գա բնականորեն խորը։ Նրանք, ովքեր տանջվում են մղձավանջներով, ազատիր նրանց, Տեր։ Կոտրիր ամեն դիվային հարձակում։ Չեղյալ համարիր ամեն չար ազդեցություն։ Պաշտպանիր նրանց միտքը քնի ժամանակ։ Թող նրանք միայն խաղաղ ոգեշնչող երազներ ունենան։ Նրանք, ովքեր անհանգստանում են սիրելիների համար, խաղաղություն տուր նրանց, Տեր։ Ցույց տուր նրանց, որ դու ավելի շատ ես հոգ տանում, քան նրանք կարող էին։ Թող նրանք վստահեն իրենց սիրելիներին քո ձեռքերին։ Թող նրանք հանգստանան գիտակցելով, որ դու ես ամեն ինչի մեջ։ Նրանք, ովքեր ֆիզիկական ցավեր ունեն, որոնք խանգարում են նրանց քնել, դիպչեք նրանց հիմա, Տեր։ Թեթացրեք ամեն ցավ։ Հանգստացրեք ամեն անհարմարություն։ Եղեք աստվածային բժիշկ, որը բուժում է։ Թող ցավը փոխարինվի քո խաղաղությամբ։ Նրանք, ովքեր անհանգստանում են վաղվա օրվա համար, հանգստացրեք նրանց սրտերը, Տեր։ Հիշեցրեք նրանց, որ դու արդեն վաղվա օրն ես։ Թող ապագայի մասին անհանգստությունները չկողանան ներկայի մնացած մասը։ Թող նրանք վստահեն քո նախախնամությանը։ Հիվանդանոցային մահճակալներում գտնվողները, եղիր նրանց ուղեկիցը, Տեր։ Թող նրանք զգան քո շոշափելի ներկայությունը։ Թող հիվանդանոցային միջավայրը վերածվի սրբավայրի։ Թող նրանք զգան գերբնական բուժում։ Նրանք, ովքեր միայնակ են իրենց անկողիններում, գրկեք նրանց, Տեր։ Թող նրանք զգան քո հավերժական ձեռքերը իրենց շուրջը։ Թող նրանք իմանան, որ երբեք միայնակ չեն։ Թող քո ներկայությունը լցնի դատարկությունը։ Նրանք, ովքեր զգում լաց են լինում գիշերը, մխիթարիր նրանց, Տեր։
Սրբիր նրանց արցունքները։ Բուժիր նրանց կոտրված սրտերը։ Տուր նրանց հույս առավոտի համար։ Թող նրանք մխիթարություն գտնեն քեզ մոտ։ Տեր Հիսուս, մենք հայտարարում ենք, որ այս գիշերը տարբեր կլինի։ Դա անկնության գիշեր չի լինի, այլ խորը քնի։ Դա մղձավանջների գիշեր չի լինի, այլ խաղաղ հանգստի։ Դա անհանգստության գիշեր չի լինի, այլ կատարյալ խաղաղության։ Դա վախի գիշեր չի լինի, այլ քեզ մոտ անվտանգության։ Մենք չեղարկում ենք խավարի բոլոր գործերը։ Մենք չեղարկում ենք մղձավանջներն ու գիշերային սարսափները։ Մենք չեղյալ ենք հայտարարում քնի կատվածահարությունը հոգոր ճնշումը։ Մենք վերացնում ենք անկնությունը քնի խանգարումները։ Մենք չեղարկում ենք գիշերային անհանգստությունը խուճապային նոպաները։ Մենք չեղյալ ենք հայտարարում ինքնասպանության դեպրեսիվ մտքերը։ Մենք լռեցրել ենք մեղադրական դատապարտող ձայները։ Մենք չեղյալ ենք հայտարարում բոլոր դիվային ազդեցությունները։ Մենք չեղյալ ենք հայտարարում բոլոր անեծքներն ու կախարդանքները։ Մենք չեղարկել ենք բոլոր գիշերային հիվանդությունները։ Մենք չեղյալ ենք հայտարարում խաղաղության բոլոր գողությունները։ Հիսուսի անունով մենք հրամայում ենք ամեն չար ոգու հեռանալ այս վայրից հիմա։ Դուք այստեղ իշխանություն չունեք։ Այս վայրը պատկանում է Աստծո արքայությանը։ Այս մարդը Հիսուս Քրիստոսի սեփականությունն է։ Գնացեք այլս մի վերադարձեք։ Մենք հրավիրում ենք Սուրբ Հոգու ներկայությունը լցնելու այս վայրը։ Թող քո փառքը լցնի ամեն անկյուն։ Թող քո խաղաղությունը լցնի մթնոլորտը։ Թող քո սերը լինի շոշափելի։ Թող քո ներկայությունը լինի իրական փոխակերպող։ Մենք հայտարարում մարգարեանում ենք։ Խորը վերականգնողական քունը հեշտությամբ կգա։ Աստծո խաղաղությունը կպահպանի ձեր սրտերն ու մտքերը։ Աստծո հրեշտակները կկանգնեն պահապան։ Սուրբ Հոգին կծառայի քնի ժամանակ։ Առավոտը կբերի ուրախություն նորացում։ Նոր երազանքներ ու տեսլականներ կտրվեն։ Աստվածային առաջնորդությունը կբացահայտվի։ Բուժումն ու վերականգնումը տեղի կունենան։ Ուժերը լիովին կվերականգնվեն։ Աստծո ներկայությունը մշտական կլինի։ Հայր, մենք նախապես շնորհակալություն ենք հայտնում քեզ այս գիշերվա ընթացքում քո անելիքների համար։ Շնորհակալություն ենք հայտնում հանգիստ քնի համար։ Շնորհակալություն ենք հայտնում լիակատար պաշտպանության համար։ Շնորհակալություն ենք հայտնում կատարյալ խաղաղության համար։ Շնորհակալություն ենք հայտնում լիակատար նորոգման համար։ Շնորհակալություն ենք հայտնում երազների բացահայտման համար։ Շնորհակալություն ենք հայտնում գալիք բուժման համար։ Շնորհակալություն ենք հայտնում խորը վերականգնման համար։ Մենք երախտապարտ ենք, որովհետև չենք քնելու որպես լքված որբեր, այլ որպես սիրված երեխաներ։ Մենք չենք քնելու որպես անօգնական զոհեր, այլ որպես պաշտպանված հաղթողներ։ Մենք չենք քնելու որպես անհույս մարդիկ, այլ որպես հավիտենական խոստումների ժառանգորդներ։ Տեր, եթե որը մեկը կարդում է այս աղոթքը, քանի որ չի կարողանում քնել, դիպչիր այդ մարդուն հենց հիմա։ Թող Սուրբ Հոգու զորությունը իջնի նրա վրա։ Թող հանգստության օծումը ծածկի նրան։ Թող քունը գերբնականորեն գա։ Թող սա լինի այն գիշերը, որը կխախտի անկնության ցիկլը։ Եթե որը մեկը կարդում է սա գիշերից վախենալու պատճառով, թող ազատ արձակի այդ մարդուն հիմա։ Քանդեք վախի յուրաքանչյուր ամրոց։ Հեռացրեք տրավմայի յուրաքանչյուր արմատ։ Բուժեք յուրաքանչյուր ցավոտ հիշողություն։ Թող կատարյալ սերը վտարի ամեն վախ։ Թող գիշերը դառնա ընկեր, այլ ոչ թե թշնամի։ Եթե որը մեկը կարդում է սա, որովհետև կորցրել է հույսը, վերականգնիր այն հիմա, Տեր։ Ցույց տուր նրանց, որ կյանքը արժեքավոր է։ Ցույց տուր նրանց, որ դու հրաշալի ծրագրեր ունես։ Ցույց տուր նրանց, որ լավագույնը դեռ առջում է։ Թող այս գիշերը նշանակի կյանքի նոր փուլի սկիզբ։ Սուրբ Հոգի, փչիր քո մեղմ զեփյուրը մեզ վրա հիմա։ Ինչպես Եղիան զգաց քո ներկայությունը մեղմ զեփյուրի մեջ, մենք նույնպես ուզում ենք զգալ այն։ Ոչ թե անհանգիստ զգացմունքների երկրաշարժի մեջ։ Ոչ թե այրվող խնդիրների կրակի մեջ։ Ոչ թե կյանքի փոթորիկների ուժեղ քամու մեջ։ Այլ քո ներկայության մեղմ զեփյուրի մեջ, որը հանդարտեցնում է, որը լռեցնում է, որը խաղաղություն է բերում։ Նա շշնջում է մեր սրտերին։ Հանգիստ մնացեք, իմացեք, որ ես Աստված եմ։ Այս լռության մեջ մենք գտնում ենք հանգստություն։ Այս գիտակցության մեջ մենք գտնում ենք անվտանգություն։
Այս Աստծո մեջ մենք գտնում ենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը։ Քո արքայությունը թող գա այս սենյակ, այս տուն, այս կյանք։ Քո կամքը թող լինի մեր քնի մեջ, ինչպես որ երկնքում է։ Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր, ներառյալ հանգստի հացը։ Եվ ների՛ր մեզ մեր հանցանքները, ինչպես մենք ենք ներում նրանց, ովքեր հանցանք են գործում մեր դեմ։ Եվ մի տար մեզ փորձության գիշերը, այլ փրկիր մեզ չարից։ Որովհետև քոնն է արքայությունը, զորությունը, փառքը հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Հիսուս, մեր քահանայապետը, որ կարող ես համակրել մեր թուլություններին, այս գիշեր մեզ համար բարեխոսիր։ Դու, որ ամեն ինչում փորձվեցիր, բայց առանց մեղքի, դու հասկանում ես մեր պայքարը։ Դու, որ հաճախ գիշերներ ես անցկացրել աղոթքի մեջ, դու գիտես այդ ժամերի կարևորությունը։ Բարեխոսիր մեզ համար Հոր մոտ։ Թող քո աղոթքները ծածկեն մեզ։ Թող քո բարեխոսությունը պաշտպանի մեզ։ Մենք հիշում ենք, որ դու նույնպես քնեցիր։ Նավակում, փոթորկի ժամանակ, դու խաղաղ քնեցիր։ Սովորեցրու մեզ այս հանգիստը։ Հոր հանդեպ այս բացարձակ վստահությունը, որը թույլ է տալիս մեզ քնել նույնիսկ փոթորկի ժամանակ։ Այս խաղաղությունը, որը կախված չէ արտաքին հանգամանքներից։ Այս հանգիստը, որը գալիս է այն վստահությունից, որ Աստված է վերահսկողությունը։ Մենք հայտարարում ենք մեր մարմինների մասին։ Քնի ընթացքում յուրաքանչյուր օրգան կգործի կատարյալ։ Սիրտը կպահպանի առողջ ռիթմը։ Շնչառությունը կլինի խորը կանոնավոր։ Արյան ճնշումը կմնա նորմալ։ Իմունային համակարգը կամրապնդվի։ Բջիջները կվերականգնվեն, կթարմացվեն։ Մկանները լիովին կհանգստանան։ Նյարդային համակարգը կհանգստանա։ Հորմոնները կհավասարակշռվեն։ Մարմնի ջերմաստիճանը կլինի իդեալական։ Մենք մեր մտքում հայտարարում ենք։ Մտքերը կկազմակերպվեն, կմշակվեն։ Հիշողությունները պատշաճ կերպով կպահպանվեն։ Վնասվածքները կբուժվեն Սուրբ Հոգով։ Ստեղծագործական ներուժը կվերականգնվի, կընդլայնվի։ Լուծումներ կգտնվեն չլուծված խնդիրների համար։ Մտավոր պարզությունը կվերականգնվի։ Շփոթմունքը կվերանա։ Իմաստություն կբաժանվի։ Հայտնությունները կընդունվեն։ Հոգեկան խաղաղություն կհաստատվի։ Մենք հայտարարում ենք մեր զգացմունքները։ Անհանգստությունը կփոխարինվի խաղաղությամբ։ Վախը կփոխարինվի վստահությամբ։ Տխրությունը կզիջի իր տեղը ուրախությանը։ Զայրույթը կլուծվի ներման մեջ։ Հիասթափությունը կվերածվի հույսի։ Հուսահատությունը կհաղթահարվի նորացված ուժի միջոցով։ Մենակությունը կլցվի աստվածային ներկայությամբ։ Մեղքի զգացումը կլվանա Հիսուսի արյունով։ Ամոթը կծածկվի շնորհով։ Կատարյալ սերը կտիրի գերագույնին։ Հայր, մենք մեր երազները վստահում ենք քեզ, թե այս գիշերվա բառացի երազները, թե սրտի փոխաբերական երազները։ Պաշտպանիր մեր գիշերային երազները ամեն տեսակի աղտոտումից։ Թող դրանք լինեն մաքուր, ուսանելի բացահայտող։ Օգտագործեք դրանք մեզ հետ խոսելու, մեզ ցույց տալու մեծ ու թաքնված բաներ, որոնք մենք չգիտենք։ Եվ մեր կյանքի երազանքները, այդ ամենախորը ցանկությունները, այդ նվիրական հույսերը, այդ բաղձալի նպատակները, մենք դրանք բոլորը հանձնում ենք քեզ։ Կատարեք դրանք, որոնք համապատասխանում են քո կամքին։ Վերաուղեք դրանք, որոնք ճշգրտման կարիք ունեն։ Հեռացրեք դրանք, որոնք քեզանից չեն գալիս։ Տնկեք նոր երազանքներ, որոնք արտացոլում են քո սիրտը։ Տեր, նախքան մեր աչքերը փակելը, մենք ուզում ենք երկրպագել քեզ։ Ոչ թե որովհետև մեզ ինչ-որ բան է պետք, այլ որովհետև դու արժանի ես։ Դու արժանի ես ստանալու ամեն պատիվ, ամեն փառք, ամեն գովեստ, ամեն երկրպագություն։ Դու ամենաբարձրյալ Աստվածն ես, երկնքի երկրի արարիչը, մարդկության փրկիչը, տերերի Տերը, թագավորների թագավորը։ Դուք Էլ Շադդայ, ամենակարող Աստված։ Էլ Էլիոն, ամենաբարձրյալ Աստված։ Ադոնայ, մեր Տերն ու Վարպետը։ Եհովան, ես եմ, հավիտյան ներկա։ Եհովա Ջիրեհ, Տերը, որը հոգ է տանում։ Եհովա Ռաֆա, Տերը, որը բժշկում է։ Եհովա Նիսսի, Տերը մեր դրոշը։ Եհովա Շալոմ, Տերը մեր խաղաղությունը։ Եհովա Ռաահ, Տերը մեր հովիվը։ Եհովա Ցիդկենու, Տերը մեր արդարությունը։ Եհովա Շամմա, Տերը, որը ներկա է։
Յուրաքանչյուր անվան հետ գալիս է խոստում։ Յուրաքանչյուր տիտղոսի հետ գալիս է երաշխիք։ Դուք այն ամենն եք, ինչ մեզ պետք է։ Դուք բավարարում եք յուրաքանչյուր կարիք։ Դուք լցնում եք յուրաքանչյուր դատարկություն։ Դուք բավարարում եք հոգու յուրաքանչյուր կարոտ։ Մեր աչքերը ծանր են, բայց մեր սրտերը թեթ։ Մեր մարմինները հոգնած են, բայց մեր հոգիները թարմացած են։ Մեր միտքը հանգիստ է փնտրում, բայց մեր հոգիները այն արդեն գտել են քեզ մոտ։ Ինչպես երեխան է քնում մոր գրկում, մենք էլ կքնենք քո գրկում։ Ինչպես մանուկը հանգստանում է հոր գրկում, մենք էլ կհանգստանանք քո գրկում։ Անվտանգ, պաշտպանված, սիրված, հոգատարված։ Օրն ավարտվեց, բայց քո ողորմությունը ոչ։ Արը մայր է մտել, բայց քո սերը շարունակում է փայլել։ Գիշերը իջել է, բայց քո հավատարմությունը մնում է։ Լույսերը մարում են, բայց քո փառքը շրջապատում է մեզ։ Բարի գիշեր, երկնային Հայր։ Բարի երեկո, Տեր Հիսուս։ Բարի երեկո, Սուրբ Հոգի։ Հսկեք մեզ, մինչ մենք քնած ենք։ Պաշտպանեք մեր երազանքներն ու մեր հանգիստը։ Ծառայեք մեր հոգիներին։ Բժշկեք մեր հոգիները։ Վերականգնել մեր մարմինները։ Վերանորոգեք մեր մտքերը։ Պատրաստեք մեզ նոր լուսաբացին։ Թող ձեր վերջին միտքը երախտագիտություն լինի։ Թող վերջին զգացողությունը լինի խաղաղություն։ Թող վերջին խոսքը լինի երկրպագությունը։ Թող քո վերջին շունչը լինի լիակատար հանձնման։ Քո ձեռքերում ենք մենք մեր հոգին հանձնում։ Մենք մեր քունը վստահում ենք ձեզ։ Քո սիրո մեջ մենք ապահով հանգստանում ենք։ Քո շնորհքով մենք կարթնանանք նորոգված։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծո սերը, Սուրբ Հոգու հաղորդությունը մեզ բոլորիս հետ լինեն։ Այս գիշեր միշտ։ Այս քնի մեջ, ամեն արթնացման մեջ։ Այս հանգստի մեջ, ամեն նոր օրվա մեջ։ Այդպես էլ լինի։ Այո, ճիշտ է։ Այդպես էլ լինի։ Հոր, Որդու Սուրբ Հոգու անունով։ Ամեն, ամեն, ամեն։ Քնիր խաղաղությամբ, սիրելի որդի։ Քնիր խաղաղությամբ, թանկագին դուստր։ Տերը օրհնում է քեզ, պահում քեզ։ Տերը իր երեսը փայլեցնում է քեզ վրա։ Տերը ողորմում է քեզ։ Տերը բարձրացնում է իր երեսը քեզ վրա։ Եվ խաղաղություն է տալիս քեզ։ Խաղաղություն, որը աշխարհը չի կարող տալ։ Խաղաղություն, որը աշխարհը չի կարող խլել։ Խաղաղություն, որը պահպանում է սրտերն ու մտքերը։ Խաղաղություն, որը գերազանցում է ամեն հասկացողություն։ Քրիստոսի խաղաղության մեջ։ Հանգստացեք։ Կանգնիր։ Երազել։ Եվ արթնացեք նորոգված Աստծո փառքի համար։ Բարի գիշեր, թող Տիրոջ հրեշտակները բանակեն ձեր շուրջը մինչ լուսաբաց։ Ալելույա։ Ամեն։